Գավառ քաղաքի Սայաթյան փողոցին հարող տարածքում ապրիլի 23-ին իրականացվեց խորհրդանշական ծառատունկ։ 100 ծառ 100 կյանք խորագիրը կրող ծառատունկը նախաձեռնել էր Գավառի քաղաքապետարանը։ Գավառի Էլցանցի դիմաց գտնվող շուրջ 2000 քառակուսի մետր տարածքում տնկվեցին 100 սոճի տեսակի եղևնիների եւ արծաթափայլ բարդիների տնկիներ։ Տնկիների քանակը խորհրդանշում էր Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը։ Ծառատունկին մասնակցեցին Գավառի քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցները։ Ծառատունկի մասնակիցները մեծ զրույցում տեղեկացրին, որ հաճույքով են միացել նախաձեռնությանը։ Նրանք մեծ պատասխանատվությամբ էին վերաբերվում յուրաքանչյուր տնկիին, քանի որ այն համարում են նոր կյանքի սկիզբ։ Ծառ տնկել է կարևոր միջոցառում այսօր մեր յուրաքանչյուր մի ծառը իր մեջ մի կյանքի իմաստ է պարունակում, մի մեծ խորհուրդ, տնկել ենք 100 ծառ, դա 100-րդ տարելիցի նշանաբանն է եւ թող Աստված, որ սրանից հետո չլինի եղեն, չլինի գենոցիդ, շատանա մեր ազգը, աճեն, բարգավաճեն, զարգանան եւ ունենանք մեր հզոր հայրենիքը։ Ծառատունկին միացավ նաև Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Նա նույնպես առանձնահատուկ ջանասիրությամբ մասնակցեց աշխատանքներին եւ կարեւորեց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 100 ծառերի ավելացումը քաղաքում, ինչը նաև բնապահպանական խնդիր է լուծում։ Ասենք նաև, որ տնկիների պահպանությունն ու խնամքը իրականացվելու է քաղաքապետարանի կողմից։ Ալվարդ Մանուկյան, Վարդգես Խաչատրյան, Գեղամա օր։